Երբ են բարձվելու 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Դրանք ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահը բացահայտումներ խոստանում է աշնանը պատերազմի հնգամյա տարելիցին։ Դա կլինի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը, հետո համ սիմվոլիկ օր է, համ ճիշտ օր է, համ էլ ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն բոլոր առումներով քաղաքական եւ կարծում եմ, որ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, որը ուղղությամբ կատարված է մեծ ծավալի աշխատանք։ Իրենց աշխատանքն անհետևանք չի մնալու, վստահեցնում է Քոչարյանը, այսինքն հնչեղ են լինելու 44 օր տևած ծանր պատերազմի մասին բացահայտումները, հետաքրքրվում են լրագրողները։ Սենսացիաներ ման մեկ եք, դու ման եք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում։ Ոչ ամբողջությամբ բացահայտված, պարտությամբ ավարտված պատերազմին հաջորդող 5 տարին էլ առանց կորուստների չէր։ Հայաթափված է Արցախը, օկուպացված է Հայաստանի սուվերեն տարածքը։ Իշխանությունը հայտարարում է, խաղաղություն հաստատելու ժամն է եկել, ուստի պետք է փակել Ղարաբաղյան հակամարտության էջը։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Ես հասկանում եմ, որ իշխանությունը իր այդ հայտարարություններով փորձում է բավարարել Ալիևի բոլոր ցանկություններն ու պահանջները եւ Ալիևին ցույց տալ, որ մենք այլևս քեզ համար որևէ սպառնալիք չենք, մեզ համար այլևս Արցախը գոյություն չունի, բայց դա մի քանի հոգանոց խմբակի որոշումն է եւ նրանք չեն կարող այդ որոշումը պարտադրել ողջ հայությանը։ Սեփական աթոռը չվտանգելու համար իշխանությունը պահելու մոլուցքով է Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ թիրախավորում արցախցիներին, փորձում փակել Արցախի էջը, պնդում են ընդդիմադիրները։ Հանրությունն ասում են, սա թույլ չի տա։ Այստեղ իրականում կա արցախցիների, ուրեմն պատվախնդիր արցախցիների շատ մեծ թիվ եւ իրենք ամեն ձև փորձում են նախ առաջին հերթին հենց սկզբից փորձեցին արցախցիներին այսպես սփռել ամբողջ Հայաստանում, որպեսզի համայնք չձևավորվի։ Այս պահին էլ տեսնում են, որ պարբերաբար արդեն շոկից դուրս են գալիս արցախցիները եւ իրավունք ունեն դնելու իրենց պահանջները, այդ թվում պահանջելու Հայաստանի իշխանություններից տեր կանգնել վերադարձի իրավունքին։ Այս ամեն ինչ այսպես կանխելու համար փորձում են ստեղծել ընդհանուր մթնոլորտ։ Արցախցին տնից տեղից զրկվել է Նիկոլ Փաշինյանի քայլերի հետևանքով, պնդում է Վարդանյանը։ Հետևաբար իշխանությունը պարտավոր է տեր լինել ապրուստից, աշխատանքից զրկված մարդկանց, նրանց ատելության գործիք դարձնելու փոխարեն։ Ապահովել մեր իրավունքները եւ վերջապես իրողություն դարձնել մեր հավաքական վերադարձը Արցախ։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։